Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Ջահերով երթի մասնակիցները շարժվում են դեպի Ծիծեռնակաբերդ, ինչպես ծնվեց երթի գաղափարը։ Ցավ, որը վերածվել է փաստի և հիշողություն, որը դարձել է ապացույց, հայոց ցեղասպանությունն ապացուցող ինչ փաստեր են հավաքագրվել։ Միլիարդավոր դրամներ, լայնածավալ աշխատանքներ և հակասական գնահատականներ, ինչ վիճակում է Ծիծեռնակաբերդն ու ինչ աշխատանք է իրականացվել։ 19 ուժ ընտրապայքարում, ովքեր են առաջադրվել։ Մերձավոր արևելքում լարվածությունը չի մարում, ինչ են հայտարարել Իրանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Քիչ առաջ մեկնարկել է ավանդական ջահերով երթը։ Ջահակիրները Ամիրյան փողոցով, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներով շարժվում են դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այս տարվա երթի կարգախոսն է, պայքարը շարունակվում է, որը խորհրդանշում է հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող պայքարը։ Մեր նկարանող խումբը այնտեղ է, ուղիղ միացմամբ հետևենք, թե ինչ է կատարվում այնտեղ։ Բարի երեկո Անի, որ հատված եք հասել։ Արցախը երբեք չի դադարելու լինել մեր հայրենիքը։ Բարի օր Սվետլանա, այս պահին մենք գտնվում ենք Հանրապետության հրապարակում, ջահերով երթը դեռևս չի մեկնարկել, բայց ջահակիրները, ինչպես տեսնում եք, արդեն այստեղ են։ Այս ընթացքում մի քանի ելույթներ հնչեցին այստեղ, բայց դեռևս ջահերով երթը չի մեկնարկել։ Մենք մի քանի ջահակիրների հետ արդեն հասցրել ենք զրուցել, բայց այս պահին էլ մոտենանք մեր ջահակիրներին, նրանց հետ հասկանալու թե ինչ են այս պահին զգում նրանք որպես ջահակիրներ, ինչ զգացողություններ ունեք, ջահակիր եք արդեն երկրորդ անգամ։ Ինչ զգացողություններ ունեմ որպես ջահակիր, զգացողությունները շատ են, նկարագրել է դժվար է, ամենաառաջինը որ զգում եմ, թե վրեժխնդրությունն է, ու հասկանալ, թե որքան կարևոր է իմ դերը ու բոլոր ջահակիրների դերը այստեղ։ Քիչ հետո մեկնարկելու եք, դուք առաջին շարքերում եք կանգնած և առաջնորդելու եք մյուս ջահերով երթի մասնակիցներին, պատասխանատվության զգացողության մասին խոսեք։ Պատասխանատվության զգացողությունը շատ մեծ է, համ որպես շարքերը առաջինը տանելու համար, համ մեր խորհրդի համար, խորհրդի կարևորության համար, հասկանում ենք, թե որքան կարևոր է մեր դերը այսօր այստեղ, այդ կարևորությունը իհարկե իր հետ պատասխանատվություն է բերում։ Արցախյան պատերազմներում զոհվածների, հանուն Արցախ վերադարձի, հանուն հայ դատի, հանուն հայ ինքնության պահպանման պայքարը շարունակվում է։ Պայքար! 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 Շնորհակալություն Անի, երթից մեր ուղիղ միացմանը կարող եք հետևել YouTube-ի մեր ալիքում։ Իսկ ինչպես է ստեղծվել ջահերով երթի գաղափարը և ինչ խորհուրդ ունի, դիտենք։ Պայքար, վրեժ, հատուցում։ Ցեղասպանության մոռացվող պահանջատիրությունը վերականգնել էր պետք, որի սկիզբը ջահերթով սկսվեց, հիշում են առաջին կազմակերպիչներից Մհերն ու Վաղարշակը։ Երիտասարդ էինք է։ Սկսեցին 1999 թվականին 150 ջահակիրով, ջահել մի ասա, մի կավեշիշ կատակում են։ Իսկ հիշում ես ջահերը ոնց մեջտեղ բերեցինք, ոնց ապահովեցինք։ Սկիզբը բանն էր, այդ պահածոյի տուփերով էինք ուզում անեինք, եթե չեմ սխալվում ինչ-որ տեղից էլ այդ ներքնակ էինք գտել, որի մեջ բուրդ էր, թե ինչ էր, այդպես լցոնում էինք։ Հա, ամենաերկար տարբերակը դա էր մոմերով չէ, բայց հետո Քանաքեռավանից արվեստի դպրոցի շշերի պատմությունը բռնեցինք, շշերը կտրեցինք, կավե շշերի տակը կտրեցինք, ինքը դարձավ ջահ։ Տարեցտարի շատացան ջահերը, ջահակիրներն ու պահանջատեր մարդիկ։
Կավե ջահերին փոխարինելու եկան երկաթե ջահերը, ավելացավ Հայաստանի ցեղասպանությունը ճանաչած երկրների դրոշները, երաժշտությունը։ Պահանջատիրության ջահը միշտ վարդ է։ Պահանջատիրությունը դարձավ ավանդական։ Թեպետ ջահերթի կազմակերպիչը հայ հեղափոխական դաշնակցությունն էր, բայց այն վաղուց վեր է կուսակցական շարժում լինելուց, վերածվել է համահայկական միջոցառման։ Պահանջատեր ենք Եվ պայքարի կոչ էր։ ոչ միայն ցեղասպանություն ճանաչեցնելու հարցում, այլ նաև հայ ժողովրդի անժամանցելու իրավունքները, որ դժբախտաբար հիմա դիտավորյալ փորձում են մոռացության տան։ Արցախյան առաջին հաղթանակն էր ոգևորել երիտասարդներին ցեղասպանության մասին ավելի բարձր խոսելու համար, հիշում են ընկերներն ու շարունակում։ Արցախի կորուստն ու պետական մոտեցումը փորձ է ցեղասպանության ճանաչման ու պահանջատիրության ջահերթի գաղափարի նսեմացման։ Ժողովրդի մեջ հայի տականքը գլուխ բարձրացրեց ու այսօր հարցականի տակ է դրված եւ Հայաստանի պետության, չունենք Արցախը, ժամանակավոր, բայց ցեղասպանության հարցն է կասկածի տակ դրվում։ Բոլոր մասնակիցները, ովքեր որ մեկ անգամ գոնե մասնակցել են, վստահաբար կզգան տարբերությունը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ բարձրանալու, որպես սգո օր, որպես հիշատակի օր եւ ապրիլի 23-ին, որպես պահանջատիրության օր Ծիծեռնակաբերդ բարձրանալու։ Պահանջատիրությունը միակ կանխող միջոցն է Թուրքիայի եւ Ադրբեջանի վարող քաղաքականության դեմ, որը քաղաքական ակցիայով ջահերթով սկսվել է, բայց չպետք է ավարտվի։ Ջահերով երթը հիշողության և շարունակական պայքարի խորհրդանիշ է, սակայն այդ հիշողությունը ձևավորվում է նաև փաստերի և վկայությունների միջոցով։ Այս համատեքստում Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում բացվել է նոր ցուցադրություն, որը ներկայացնում է վերապրածների և օտարազգի ականատեսների վկայությունները։ Այն ոչ միայն պատմական հիշողություն է, այլ նաև փաստագրված ապացույցների ամբողջություն, անցյալը չմոռանալու նպատակով։ Ցուցադրությանը ներկա է եղել Սեդա Մակարյանը։ Դուք չէիք կարող ամեն օր ձեր ձեռքերում մեռնող երեխա գրկել ու անհաղորդ մնալ նրանց օգնության կոչերին։ Դժվար գտնվի մեկ հայ, որը չի սքացել իր ընտանիքի անդամներից որևէ մեկի կորուստը օտարազների պատճառով։ Ավստրիալացի մարդասեր Էդիթ Մեյ Գլենվիլ։ Հայ երեխաներին տեղավորելով նավակների եւ բեռնանավերի վրա նետեցին ծովը եւ խեղտամահ արեցին։ Պարիադրոսի սարահարթը ծածկված էր հայերի դիակներով։ Խրիստիանոս Ֆիլիպիդիս ույն հոգևորական։ Երբ հայերը լքեցին պատմական սրբավայրը, Վարագավանքը, իր նմանը չունեցող հազարամյա գրադարանով այն ընկավ թուրքերի ձեռքը։ Վերջիններս ամբողջովին հրկիզեցին այն։ Մեհմեդ Ջելալբեյ, արաբ գործիչ։ Սրանք հայոց ցեղասպանության մասին օտարազգի վավերագրողների վկայություններն են, որոնք այսօր ցուցադրված են Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում։ Ցուցադրություն, որտեղ նմուշները պատմում են իրականության մասին, որտեղ ամեն իր պատմության ամենադաժան էջերի լուռ վկան է։ Ապացույցը մարդկային անաղոքության ու աշխարհի անտարբերության։ Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում բացվել է փաստագրելով հանցագործությունը Հայոց ցեղասպանությունը վերապրողների առաջին վավերագրումները խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Սրանք պարզապես փաստերի հավաքածու չեն։ Դրանք մարդկանց ձայներն են, որոնք հրաշքով փրկվելով մահից հրաժարվեցին լռել։ Անձնական ցավը մի կողմ դնելով նրանք ձեռնամուխ եղան մի գործի, որն այսօր ունի ոչ միայն պատմական, այլև քաղաքական եւ իրավական նշանակություն, արձանագրել հանցագործությունը, փաստել իրականությունը եւ պահպանել հիշողությունը։ Այս վկայությունները այնքանով են կարևոր եւ բացառիկ, այսինքն քանի որ դրանք հավաքվել են թարմ հիշողությամբ եւ հենց այդ ուրեմն դեռ արհավիրքի տարիներին։ Հայոց ցեղասպանությունից մազապուրտ եղած հայ եւ այլազգի վավերագրողների մոտ 2 տասնյակ բացառիկ էջեր են ցուցադրվում Թանգարան ինստիտուտում։ Թանգարան ինստիտուտի գիտաշխատողն առանձնացնում է Վահան Տերյանի կատարած աշխատանքը։ Բանաստեղծը Երևան տեղափոխված որբերի վերապրածը հավաքագրել է խաղ դասի միջոցով, չվնասելու համար նրանց առանց այդ էլ անկայուն հոգեբանությունը։
Դրանք այժմ ցուցադրված են թանգարանում։ Նպատակ ուներ հավաքել այդ երեխաներից իրենց պատմությունները, բայց բնական է հաշվի առնելով երեխաների հուզական ներաշխարհը, հա, ինքը դա փորձում է կազմակերպել խաղդասի միջոցով եւ հանձնարարում է շարադրություններ։ Այստեղ ներկայացված են այդ շարադրություններից մի քանիսը, որտեղ երեխաները իրենց ուրեմն, այսինքն իրենց աչքերով են ներկայացնում կատարվածը, հա, նրանցից որոշները մասնակցել էին Վանի ինքնապաշտպանությանը։ Զտեղված էին նաև տեսանյութեր ու լուսանկարներ, որոնք արել էին այլազգի ներկայացուցիչները։ Տեսանյութերում հիմնականում որբերն էին, որոնք ձեռքերն օդ պարզած սնունդ էին խնդրում։ Որոշներն էլ ծանր աշխատանքներ էին անում թուրք գործատուների մոտ։ Նմուշներին ծանոթանալու էին եկել Հայաստանում, Ռուսաստանի, Կիպրոսի, Կանադայի, Վենետիկի արտակարգ և լիազոր դեսպաններն ու պատվիրակության անդամները։ Ժամանակավոր ցուցադրությունը հասանելի է լինելու մինչև 2027 թվականի ապրիլ ամիսը։ Սեդամ Ակարյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Իսկ հիշողության պահպանման մեկ այլ հարթակում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իրականացված լայնածավալ նորոգման աշխատանքները շարունակում են մնալ հանրային քննարկման կենտրոնում։ Ինչ է իրականում փոխվել Ծիծեռնակաբերդում եւ ինչու է այդ գործընթացը դարձել քննարկման թեմա, առավել մանրամասն ռեպորտաժում։ Ավարտվել են Ծիծեռնակաբերդի մույթերից 3-ի նորոգման աշխատանքները։ Ըստ ԿԳՄՍ նախարարության նորոգել են նաև Թանգարան ինստիտուտի տանիքը, հուշահամալիրի աստիճանները։ Կառավարությունը նախատեսում է նորոգման ընդհանուր աշխատանքներն ավարտել 2028 թվականին։ Դրանց մեկնարկը տրվել էր 2024 թվականի հոկտեմբերին։ Այս պահին Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին ընդառաջ Ծիծեռնակաբերդն ունի այս տեսքը։ $2.5 միլիարդ դրամ է պետբյուջեից նախատեսվել հուշահամալիրի նորոգման համար։ Մոտավորապես 1 տարի ու մի քիչ ավելի պահանջվեց 3 մույթերի նորոգման համար, մինչդեռ հասարակական գործիչ Արթուր Չախոյանը պնդում է, անհրաժեշտություն չկար բոլոր մույթերը նորոգելու, կարելի էր տեղային լուծումներ գտնել։ Ամբողջ մույթերի հիմնանորոգման կարիք չկա, այսինքն որ բոլոր մույթերը քանդեն եւ նոր սալիկներով սալապատվեն։ Իրականում խնդիր կա տեղային լուծումներով, այսինքն որ մի քանի հատ քարերը հանեն եւ նորը տեղադրեն, բայց ոչ թե ամբողջ քարերը հանեն եւ նորերով փոխարինեն։ Ըստ նախագծային փաստաթղթերի նախատեսվում էր իրականացնել նաև ջրահեռացման համակարգի արդիականացում նոր խողովակների անցկացմամբ։ Սակայն ինչպես նշում են քննադատները, այդ հատվածում աշխատանքներ չեն իրականացվել եւ հիմնականում փոխվել են միայն մույթերի սալիկները։ Այն ինչի համար քարերը հեռացել են, որ նորոգման աշխատանքները իրականացնեն, այդ աշխատանքները չեն իրականացել։ Այսինքն ոնց որ իրանք հանդեն, որ տակը խողովակներ անցկացնեն, պայմանական։ Իրանք հանդում են խողովակները չեն անցկացնում եւ քարերը դնում են։ Ջրահեռացման համակարգի անհրաժեշտության մասին առաջին անգամ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարն է խոսել։ Անցած տարի Անդրեասյանը հայտարարեց, վատ վիճակ է հուշահամալիրում, բացակայում է ջրահեռացման համակարգը։ Ժամանակին ջրահեռացման ամբողջ համակարգը մտածված չի եղել եւ մենք ունեինք իրավիճակ, երբ որ անձրևաջրերը հոսում էին եւ ամբողջ ուրեմն այդ տարածքում առաջացել էր լուրջ խնդիր։ Այս իրավիճակը հարցեր է առաջացնում ծրագրի առաջնահերթությունների եւ արդյունավետության վերաբերյալ։ Իրականացվել են արդյոք հենց այն աշխատանքները, որոնք առաջնային էին հուշահամալիրի պահպանության տեսանկյունից։ Ինչի է քանդել, եթե որ պիտի պրայմեր գցեք ու չեք գցա։ Այսինքն ուղղակի փող դուրս գրելու միջոցներ է եղել, որտեղ այս փաստաթղթերը ուսումնասիրել եմ, այնտեղ ահռելի ոչ հիմնավոր գումարները դուրս գրվում։ Հուշահամալիրի նորոգման աշխատանքներին ուշադիր հետևած Չախոյանը վստահեցնում է, չլիներ հանրային ճնշումը, Ծիծեռնակաբերդն այսօր չէր գործի։ Քննադատներն ասում են, նման մասշտաբի եւ խորհրդանշական նշանակություն ունեցող վայրում ցանկացած միջամտություն պետք է լինի առավելագույնս հաշվարկված, թափանցիկ եւ մասնագիտական լայն քննարկումներից հետո։ Հակառակ դեպքում նորոգում անվան տակ իրականացվող աշխատանքները կարող են ոչ միայն չլուծել առկա խնդիրները, այլև ստեղծել նորերը։ Սեդամ Ակարյան, Տարոն Ղանդիլյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ժամեր առաջ ավարտվել է առաջադրումների գործընթացը։ Հունիսի 7-ին նախատեսված ընտրությանը մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ, 17 կուսակցություն և 2 դաշինք։ Իսկ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ չի մասնակցելու ընտրությանը, միաժամանակ անդրադառնալով 2018 թվականի իրադարձություններին և այդ շրջանի քաղաքական որոշումներին։ Նա իր հրաժարականի 8-րդ տարվան նվիրված տեքստում խոստովանել է, որ չստացվեց բացատրել մեր ժողովրդին, որ իր առաջադրման նպատակը բնավ իշխանությունը պահելը չէր, այլ Ղարաբաղի և Հայաստանի անվտանգությունը ապահովելը։ 2018 թվականին ես առաջադրվեցի, որպեսզի երաշխավորեմ Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, որպեսզի սահմաններին չլինի այրունահեղություն, ապա հրաժարական տվեցի, որպեսզի սահմանների ներսում թույլ չտամ այրունահեղություն։ Իսկ այսօր իմ հրաժարականից 8 տարի անց ժողովրդի մի ստվար մաս համարում է, որ Նիկոլի իշխանությունը կա այնքան ժամանակ, քանի դեռ նրա դեմ քաղաքական պայքարի առաջին շարքում նախկիններն են։ Հայաստանն իր արմատից կտրած ծնկի բերած պարտքի մեջ թողած ու ստով հեղեղած խմբակը պետք է հեռանա։ Այլընտրանքը սարսափելի է, սարսափ մեր երկրի, մեր ժողովրդի ու հաջորդ սերնդի համար։ Սարսափը հենց իրենց համար, պարզապես իրենք էլ դեռ չեն գիտակցում։ Արթնանալ է պետք, որ հետո ուշ չլինի։ Այս հայտարարություններին արձագանքել է Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ Ղարաբաղյան հարցը վաղուց հասել էր մի կետի, որտեղ այլընտրանքային լուծումներ գրեթե չկային։ Նրա խոսքով նույնիսկ նախկին իշխանություններն են ընդունել, որ իրավիճակը հնարավոր չէր երկար ժամանակով վերահսկել։ Այսօրվա մեկ ժամանոց ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը խոսել է մի շարք զգայուն թեմաների մասին։ Երբ որ Աննան հայտարարություն արեց, ես հայտարարեցի, որ հարգանքով եմ վերաբերվում այդ որոշմանը, բայց չհայտարարեցի, որ ես հաշտ եմ այդ որոշման հետ, եւ ես բնականաբար այդ տրամաբանությամբ նաեւ ջանքեր եմ գործադրել, որպեսզի ձեր ասած իրադարձությունը տեղի ունենա։ Այս հայտարարությամբ կառավարության ղեկավարը արձագանքեց իր ընտանիքի շուրջ շրջանառվող հարցերին, անդրադառնալով Աննա Հակոբյանի հետ հարաբերություններին, հատուկ ընդգծելով, որ իրականում կյանքը շատ ավելի բարդ է, քան թատրոնը։ Անձնական կյանքի մասին հարցերը չշարունակվեցին եւ հերթը հասավ քաղաքական հարցերին։ Փաշինյանը չի պատրաստվում Ստեփանագերտի մայր եկեղեցու ոչնչացումը միջազգային հարց սարքել։ Պնդեց, նման թեմաների նկատմամբ պետք է լինել շրջահայաց, որովհետեւ նման թեմաները երկսայր սուր են։ Ինչպես նոր կտակարանում ասվում է, որ մենք պետք է միշտ հաշվի առնենք, որ ինչպես նոր կտակարանն է ասում, դատվելու կտակարանը իր ընթերցողներին ասում է, դատվելու եք այն նույն դատով, ինչ դատով, որ դատելու եք։ Սա կարող է նպաստավոր հենք հանդիսանալ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության շարունակմանը։ Հաշվի առնելով, որ այս քաղաքականությանը զուգահեռ, երբ որ երկու եկեղեցի հիմնովին ոչնչացվեց, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն է Հայաստանին մեղադրում չակերտել մշակութային ցեղասպանության մեջ։ Պետք է ել ավելի ագրեսիվ քաղաքականություն բարենք եւ ցանկացած հուշարձանի հետ կապված կլինի ոչնչացում թե վանդալիզմի այլ դեպքեր, դարձնենք միջազգային քննարկման առարկա։ Հերթը հասավ եկեղեցի պետություն հարաբերություններին եւ հարկային դաշտին։ Ըստ Փաշինյանի կառավարությունը պատրաստ է վերադարձնել Հայաստանից առաքելական եկեղեցու գործունեությունից գոյացած եւ գանձված հարկերը, ընդգծելով ֆինանսական թափանցիկության ապահովման անհրաժեշտությունը։ Նրա թիրախը դարձյալ վեհապարներ։ Իսկ ինչու պետքա մենք Հայաստանի այս առաքելական եկեղեցու հետևորդները չիմանան, որ օրինակ մոմի վաճառքը ինչքան շրջանառություն է ապահովում։ Հետո ինչ են լինում այդ փողերը։ Դա նրա համար է, որպեսզի օրինակ Կտրիչ Ներսիսյանի զարմիկները բանով G դասի Mercedes-ով պատտվեն։ Արվա կտրվածքով, ասենք վաճառած մոմի շահույթը կարող հնարավորություն է տալիս ունենալ մեկ մոմավաճառ, մեկ հավաքարար, մեկ երգչուհի, կոմունալ ծախսեր եւ երկու ուսուցչուհի կրթանում։ Եվ քարտային համակարգով տրամադրվում լրիվ թափանցիկ, լրիվ պարզ։ Ճեպազրույցի ընթացքում Փաշինյանն անդրադարձավ նաև ներքաղաքական զարգացումներին եւ առաջիկա ընտրություններին։ Նրա խոսքով նախկին իշխանությունները փորձում են վերադառնալ քաղաքական դաշտ նոր ձևաչափերով, սակայն նույն դերակատարներով։ Ավելին քաղաքական հակառակորդներին, ՀԱԿ-ին եւ Դաշնակցությանը դրեց մեկ ընդհանուր ափսեի մեջ։ Հեղափոխությունից առաջ
Թվում էր, թե քաղաքական դաշտում կան ազատականներ, չգիտեմ, այլ հայացքներ։ Ուրեմն հիմա ինչ պարզվեց։ Պարզվեց, որ ասենք, օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը զտարյուն դաշնակցական է, զտարյուն։ Այդ մնացածը բան է, թատրոն էր, խաղ էր։ Ընդ որում, ըստ Փաշինյանի Տեր-Պետրոսյանը ամենաանհաջողակ եւ ամենաանհաջող դաշնակցականն էր։ Դե գրեք, Հայաստանի պատմության մեջ Հայաստանի ամենամեծ վնաս տված մարդու գնահատականին ոնց կարելի է գնահատականը լուրջ ընդունել։ Ու կրկին Երևանի խցանումների մասին խոսելիս արդարացումների ֆոնին Փաշինյանը հիշեց Երևանի նախկին քաղաքապետին ու Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Փաշինյանի խոսքով Երևանի նախկին քաղաքապետը եւ Գյումրիի ղեկավարները բացահայտ կամ ոչ բացահայտ գործել են կառավարության դեմ։ Գյումրու ճանապարհները վատն են, իսկ դրանից դուրս ամեն բան կարգին է։ Մեր կառուցած բանը շատրվանը միացնում են Դոլյա Վարավսկա երգում։ Հիմա հույս ունեմ երգում է Դոլյա Վարավսկան առավոտի դիկով։ Եվ վերջում Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը չի նախատեսում ակտիվացնել աշխատանքները հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում եւ ապասառեցում չի լինելու։ Միաժամանակ նա նշել է, որ երկիրը կարող է ապագայում թե դուրս գալ կազմակերպությունից, թե մնալ կախված իրավիճակից։ Իսկ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը դատապարտել է Ադրբեջանի իշխանության կողմից Արցախի տարածքում հայկական եկեղեցիների եւ հուշարձանների ոչնչացումը, կոչ անելով Հայաստանի իշխանությանը ձեռնարկել հրատապ քայլեր կանխելու մշակութային ժառանգության հետագա կորուստը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանության կողմից իրականացվող Արցախի հոգևոր եւ մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է թիրախավորել հայկական քրիստոնեական սրբավայրերը, նպատակ ունենալով ջնջել հայկական հետքն Արցախից։ Պետական մակարդակով իրագործվող այս վանդալիզմը հերթական անգամ փաստում է, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը որևէ փոփոխություն չի կրել, որով եւ կասկածելի են դառնում Հայաստանի հետ կայուն ու երկարատև խաղաղություն հաստատելու մասին հայտարարությունները։ Նմանատիպ հայտարարություն է արել նաև Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը, ընդգծելով, որ խոսքը ոչ միայն մշակութային, այլև միջազգային իրավունքի խախտումների մասին է, որոնք պահանջում են հստակ եւ հասցեական արձագանք միջազգային հարթակներում։ Անհապաղ նախաձեռնել հոգևոր մշակութային ժառանգության ոչնչացումն ապացուցող փաստերի ներկայացում համապատասխան միջազգային հարթակներում եւ կազմակերպություններում, Արդարադատության միջազգային դատարանից պահանջել կիրառել 2023 թվականի նոյեմբերի 17-ին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայցի շրջանակներում ընդունված ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ժամանակավոր միջոցառումների հրամանը, մասնավորապես ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները կանխելու եւ պատժելու հայկական մշակութային ժառանգությանը, այդ թվում եկեղեցիներին եւ այլ պաշտամունքի վայրերին, հուշարձաններին, տեսարժան վայրերին, գերեզմանատներին եւ արտեֆակտներին վնասող վանդալիզմի եւ սրբապղծության գործողությունները, ապահովել փաստերի պատշաճ հավաքագրում, նյութական եւ իրավական վնասի գնահատում, մշակել հստակ եւ հետեւողական պետական քաղաքականություն ուղղված Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգության պաշտպանությանն ու պահպանմանը։ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի Մայրտաճարի ոչնչացումը որպես մշակութային եւ հոգեվոր ժառանգության դեմ ուղղված ցեղասպանական գործողության արդյունք պետք է արժանանա միջազգային կոշտ իրավաքաղաքական գնահատականի եւ ունենա համապատասխան հետևանքներ։ Իսկ Բագրատ Սրբազանը կալանքի տակ կմնա եւս 2 ամիս։ Սրբազան պայքարի գործով հերթական դատական նիստը նախագահող Կարեն Ֆարխոյանը մասնակիորեն բավարարել է դատախազի միջնորդությունը, որը առաջարկել էր Բագրատ Սրբազանի կալանքը երկարաձգել եւս 3 ամսով։ Վարդի խոչընդոտելով քրեական դատավարության գրքի 43 հոդվածով դրված պարտականությունները չկատարելով ռիսկերը, ինչպես նաև նվազ ռիսկը հանցանք կատարելու այս պահին չեն վերացել, չեն փոփոխվել, այսինքն իրավաչափության պայմանները չեն փոխվել։ Եվ արտադրանքային խափան միջոցները Վաչաճ օրինական վարկագիծը ապավելու հետևաբար խափան միջոցի ժամկետը 2 ամսով կերկարացվի։ Մինչ վճռի հրապարակումը Սրբազանը իր խափանման միջոցի մասին հայտարարել էր, որ ոչ ակնկալիք ունի, ոչ ցանկություն, ոչ էլ գերազանք։ Նա կոչով դիմել է ընդդիմադիր դաշտին։ Իրար մի թիրախավորեք, իրար կյանք մի կերեք, ձեր կյանքը անձնական եւ ոչ էլ անցած ճանապարհը
ավելի մեծ չի, քան մեր պետությունն ու մեր հայրենիքն ու մեր գոյությունը։ Ինչ կարի, ինչպես այսօր հռչակել է, մեկ դաս, մեկ պայքար, ես էլ ավելացնում եմ մեկ հաղթանակ։ Այդ հաղթանակի հետևից գնացեք, իրար հետևից մի գնացեք։ Համախմբվեք այդ ծրերի բարեխոսության եւ հովանու ներքո։ Վերջապես մի ժամանակ թող գա, որ դուք յուրաքանչյուրս, այո, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, ձեզ ավելի քիչ գնահատեք, քան մեր պետությունն ու երկիրը, հայրենիքը եւ այս ժողովուրդը։ Քիչ գնահատեք ձեզ։ Ձեր կյանքը ոչ մի բանի արժեք չունի։ Խոտի պես, ծաղիկի պես եկող գնացող կյանքը մեր կյանքը։ Հավաքվեք, թողեք ձեր մեղքերը մի կողմ եւ մեղքերով իրար հետ մի հարաբերվեք, արդարությամբ հարաբերվեք։ Եվ այո, հաղթանակն չի ուշանա։ Հիշեցնեմ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ժամեր առաջ ավարտվել է առաջադրումների գործընթացը։ Հունիսի 7-ին նախատեսված ընտրությանը մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ, 17 կուսակցություն եւ 2 դաշինք։ Որ ուժերն են խորհրդարանական ընտրությանը առաջադրման հայտը ներկայացրել ռեպորտաժում։ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ազգային ժողովի հերթական ընտրությանը կենտրոնական ընտրական հանձնաժողով առաջադրման հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ, 17 կուսակցություն եւ 2 դաշինք։ Այս ընտրությանը քաղաքական ուժերը պայքարում են Հայաստանի ղեկավար դառնալու համար, բայց ովքեր են այդ ուժերը եւ ովքեր են գլխավորում նրանց ցուցակները։ Քաղաքացիական պայմանագիր, այս կուսակցությունը Հայաստանի իշխող ուժն է։ 2015 թվականին հիմնադրված կուսակցության առաջին համարը Նիկոլ Փաշինյանն է։ Այս ուժը 2017 թվականին մասնակցել է ընտրությանը Ելք դաշինքի կազմում, ապա 2018-ին Իմ քայլը դաշինքով, իսկ 2021-ին միայնակ։ Ելք կա! Ելք կա! Ելք կա! Ելք կա! Ապագա կա! Ապագա կա! ԿՊ-ի երկրորդ եւ երրորդ համարներն են համապատասխանաբար Արարատ Միրզոյանն ու Անահիտ Ավանեսյանը։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Այս կուսակցությունը հիմնադրվել է 2004 թվականին եւ արդեն թրծվել է ընտրական պրոցեսներում։ ԲՀԿ-ն տարբեր ժամանակահատվածներում ունեցել է մեծ ներկայացվածություն ազգային ժողովում։ 2007 թվականից սկսած ԲՀԿ-ն իր հաստատուն քվեն է ունեցել ընտրություններում։ Առաջին համարը Գագիկ Ծառուկյանն է, երկրորդ համարը Անդրանիկ Թևանյանն է, երրորդը Լուիզա Սարգսյանն է։ Հայաստան դաշինք այն քաղաքական միավոր է դարձել սկզբում Ռոբերտ Քոչարյանի վերածնվող Հայաստանի եւ Հայ հեղափոխական դաշնակցության միավորումից 2021 թվականին, իսկ այս տարի դաշինքի կազմում չկա վերածնվող Հայաստան կուսակցությունը, փոխարենը ավելացել է Առաջ կուսակցությունը։ 2021 թվականի ընտրությանը հավաքելով 21%-ային այս ուժը դարձավ խորհրդարանական ընդդիմություն։ Առաջին համարն Արցախի առաջին Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, երկրորդ համարը ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն է, նույն դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը երրորդն է։ Ուժեղ Հայաստան դաշինքը այս ասպարեզում նորեկ է, այս տարի է ստեղծվել ղեկավարը բարերար Սամվել Կարապետյանն է, ցուցակի առաջին համարը նրա եղբոր որդին Նարեկ Կարապետյանը, երկրորդ համարը նախկին պատգամավոր իրավապաշտպան Արամ Վարդևանյանը, երրորդը սահմանադրագետ Գոհար Մելոյանն է։ 2015 թվականին ԿՊ-ի հետ միասին ձևավորվել է նաև Լուսավոր Հայաստան կուսակցությունը, որը եւս ցանկանում է մասնակցել ընտրությանը։ Այս երկուսը միասին են 2017 թվականին Ելք դաշինքով մասնակցել ընտրությանը։ Առաջնորդն ու առաջին համարը հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանն է, երկրորդը Կարպիս Փաշոյանը, երրորդը Շուշանիկ Ավագյանը։ Հայ ազգային կոնգրես նախկինում ՀՀՇ որպես ՀԱԿ ձևավորվել է 2008 թվականին։ ՀԱԿ-ը սկզբում ձևավորվել է որպես քաղաքական դաշինք, որը միավորել է մի շարք ընդդիմադիր ուժերի իշխանության դեմ պայքարի նպատակով։ Հետագայում այն ավելի շատ դարձավ կուսակցական կառուցվածքով ուժ։ Առաջնորդը Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է, վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանը։ Վարչապետի մյուս թեկնածուն Արման Թաթոյանն է, Միասնության թևեր կուսակցության ղեկավարն ու ցուցակի առաջին համարը։ Թաթոյանը 2016-ից 22 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը։ Այս ընտրություններին վարչապետի թեկնածուներ են առաջադրել նաև մի շարք այլ ուժեր՝ Հանրապետություն կուսակցություն Արամ Սարգսյան, Վազգեն Սարգսյանի եղբայրը, Քրիստոնյա դեմոկրատական կուսակցություն Լևոն Շիրինյան, Հանուն Հանրապետության ժողովրդավարության կուսակցություն Արման Բաբաջանյան, ԴՕԿ կուսակցություն Վարդան Ղուկասյան, Նոր ուժ Հայկ Մարության, Ալյանս Տիգրան Ուրիխանյան, Ժողովրդավարական համախմբում Սուրեն Պետրոսյան, Հայաստանի Շնորհապետական կուսակցություն Գուրգեն Սիմոնյան,
Բոլորին դեմ եմ նախաձեռնությունը դիրքավորվում է որպես բողոքական ընտրական ձևաչափ, ի դեպ այս ուժը հայտարարել է, որ կգործակցի ԿՊ-ի հետ, եթե իրենց գաղափարներն ու ծրագրերը համընկնեն։ Սադամ Ակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Մերձավոր Արևելքում ավելի քան 50 օր շարունակվող հակամարտությունը ոչ միայն չի թուլանում, այլև աստիճանաբար ընդլայնվում է աշխարհագրորեն։ Այս համատեքստում Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ամերիկյան ուժերը Հնդկական օվկիանոսում հարվածել են Իրանից նավթ տեղափոխող նավի, փորձելով կանխել պատժամիջոցների շրջանցումը։ Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր 2 նավի առևանգման մասին։ Չնայած տարածաշրջանային լարվածությանը, Իրանը չի հրաժարվում իր դիվանագիտական օրակարգից։ Օգոստոսի 12-ին Թեհրանը նախատեսում է ընդունել Մերձկովկասյան երկրների 7-րդ գագաթնաժողովը նվիրված Կասպից ծովի միջազգային օրվան և Թեհրանի կոնվենցիայի ուժի մեջ մտնելու 20-ամյակին։ Սպասվում է, որ հանդիպմանը կմասնակցեն Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Թուրքմենստանի ղեկավարները։ Չնայած Մերձավոր Արևելքում զարգացող գործընթացները կարծես երկրորդ պլան են մղում ռուս-ուկրաինական պատերազմը, Եվրոպական միությունը շարունակում է իր աջակցությունը Կիևին, պաշտոնապես հաստատելով 90 միլիարդ եվրոյի վարկը և Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը։ Մոսկվան իր հերթին քննադատում է այս քայլը, Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ նման ծավալի ֆինանսական աջակցությունը ծանր բեռ կդառնա եվրոպացիների համար։ Նրա խոսքով այս որոշումը ոչ թե նպաստում է հակամարտության հանգուցալուծմանը, այլև կարող է երկարաձգել այն և խորացնել տնտեսական ճնշումները Եվրոպայում։ Եվ վերջում Նեմեսիսի վերջին գործողության այսպես կոչված հերոսը երկար ժամանակ հայ վրիժառուների գնդակներից խուսափած հայոց ցեղասպանության պարագլուխներից մեկն էր՝ Ջեմալ Փաշան։ Նա առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Սիրիայում գործող թուրքական 4-րդ բանակի հրամանատարը։ Գործուն մասնակցություն է ունեցել Արևմտյան Հայաստանից և Կիլիկյան Հայաստանից հայերի զանգվածային տեղահանմանն ու կոտորածին։ Դիտեք Համրոց հիմնադրամի պատրաստած ֆիլմի 6-րդ մասը, իսկ մենք կհանդիպենք կեսգիշերին ABC լուրերի հատուկ թողարկմանը։ 1918 թվականին Ստամբուլի ռազմադաշտային դատարանների սահմանած պատիժը հայոց մեծ եղեռնի գլխավոր կազմակերպիչների նկատմամբ այդպես էլ գործիչ դրվեց։ Պատճառը մեծ տերությունների քաղաքական երեսպաշտությունն էր և Մուստաֆա Քեմալի հայատյաց դիրքորոշումը։ Արդարություն թախանձող, բայց ձեռնունայն մնացած հայությանը քաղաքագիր աշխարհը չթողեց այլ ելք, քան դիմել այրուն ռուշ դիցուհու հովանավորությանը։ «1919 թվականի աշնանը Երևանում ընթացող դաշնակցության 9-րդ համաժողովին գաղտնի վճիռ կայացվեց ոչնչացնել 1915 թվականի հայոց մեծ եղեռնի գլխավոր կազմակերպիչների։ Ծրագիրը հին հույների վրիժառության աստվածողու պատվին ստացավ Նեմեսիս անունը։ Նեմեսիս ծրագրով ոչնչացման ենթակա անձանց ցանկի առաջին եռյակում տեղ գտավ Ջեմալ Փաշայի անունը։ Ահմեդ Ջեմալ ծնվել է 1872 թվականին Ստամբուլում։ Եղել է Օսմանյան բանակի կադրային սպա։ 1908 թվականի հեղաշրջումից հետո հարել է իդիհատականների շարքերին և կարճ ժամանակում դարձել երիտթուրքական պետության ամենաազդեցիկ գործիչներից մեկը։ Եղել է Ադանայի, Բաղդադի, ապա 1913 թվականին Ստամբուլի գեներալ նահանգապետ։ 1914 թվականին նշանակվել է Թուրքիայի ծովային նախարար, ինչպես նաև ստանձնել Սիրիայի, Պաղեստինի և Արաբիայի զորքերի գլխավոր հրամանատարությունը։ Թալիաթի և Էնվերի հետ կիսել է գերագույն իշխանությունը երկրում և հանդիսացել փաստացի եռապետության անդամ։ Ամենաեռանդուն մասնակցություններ ունեցել հայոց մեծ եղեռնի կազմակերպման գործում ու անձամբ վերահսկել սիրիական անապատում ընթացող հայության նախճիրի ընթացքը։ Հավաքագրել է կոտորածից և սովից փրկված հազարավոր հայ երեխաների և հատուկ որբանոցներում բռնի իսլամացրել ու թրքացրել նրանց։ Ցուցաբերած դաժանությունների համար թուրքերի կողմից արժանացել է իսլամի առյուծ անվանը, իսկ հայերի ու արաբների կողմից խարանվել արյունոտ մսագործ բնորոշմամբ։ Նեմեսիս ծրագրով Ահմեդ Ջեմալի ոչնչացման օպերացիան վստահվեց հայ հեղափոխական դաշնակցության Վրաստանի մարմնի անդամ Արտաշես Գևորգյանին և նրա խոտորջուրցի 2 համերկրացիներ Պետրոս Տեր-Պողոսյանին և Ստեփան Ծաղիկյանին։
Արտաշես Գալուստի Գևորգյան ծնվել է 1894 թվականին Էրզրումի վիլայեթի Խոտոր ջուրգավառի Միջին Թաղ գյուղում։ Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն կիսատ թողնելով կրթությունը 13 տարեկանում Խոտոր ջուրում մնացած ընտանիքը կերակրելու նպատակով բռնել է պանտղտության ճանապարհը։ 1913 թվականին կամավորագրվել է Անդրանիկ Օզանյանի գնդին եւ նրա կազմում մասնակցել ռուս-թուրքական պատերազմին։ Արտաշես Գևորգյանը Փաշային ոչնչացնելու հանձնարարությունը ընկալել է որպես ճակատագրի նվեր իրեն։ Քանի որ հենց Ահմեդ Ջեմալն է անձամբ կազմակերպել ու ղեկավարել հազարավոր խոտորջուրցիների կոտորածը Դերձորում։ Ջեմալ Փաշային հայտնաբերելու եւ չեզոքացնելու գործը մեծ լարում է պահանջել Նեմեսիս ծրագրի անդամներից, քանի որ Թուրքիայի եռապետության նախկին անդամը գտնվել է բոլշևիկյան Ռուսաստանի Չեկայի հատուկ պաշտպանության ներքո։ Ստամբուլի ռազմադաշտային դատարանի կողմից նա դատապարտված է եղել մահվան կախաղանի միջոցով, սակայն փախել է Գերմանիա, հետո Շվեյցարիա, ապա հայերի վրեժից խուսափելու համար ճողոպրել Ռուսաստան ու հետո Աֆղանստան։ Բոլշևիկյան կառավարությունը մեծ հույսեր է կապել Ջեմալի հետ, նրա միջոցով ամրապնդելով իր շփումները Անկարայում ձևավորված թուրքական նոր կառավարության հետ։ Հենց Լենինի թուրքական հանձնարարությունը կատարելիս է Ահմեդ Ջեմալը վերջապես հայտնվել Նեմեսիսի տեսադաշտում։ Մոսկվայից Անկարա ուղևորվելու ճանապարհին երիտուրքերի պարագլուխը մի քանի օրով կանգ է առել Թիֆլիսում, ինչը եւ նրա ճակատագրական սխալն է դարձել։ Ջեմալի Թիֆլիսյան տեղաշարժերի հետախուզումն են իրականացրել Նեմեսիս ծրագրի անդամներ Կորյուն Ղազարյանն ու Տիգրան Ավետիսյանը։ Ինչից հետո Դահիճի ոչնչացման բուն գործողությանը անցան արդեն Արտաշես Գևորգյանը, Ստեփան Ծաղիկյանը եւ Պետրոս Տեր-Պողոսյանը։ Խոտորջուրցի վրիժառուների խումբը Ահմեդ Ջեմալի մահվան դատավճիռն իրականացրեց 1922 թվականի հուլիսի 21-ի ցերեկը Թիֆլիսի Պետրոս Մեծի փողոցի վրա բոլշևիկյան Չեկայի շենքի անմիջապես հարևանությամբ։ Արտաշես Գևորգյանը եւ Պետրոս Տեր-Պողոսյանը խաչաձև ու խիտ կրակով գնդակահարեցին Ջեմալին եւ նրա համհարզներ Նուսրետ Բեին ու Սուրսիա Բեին։ Ստեփան Ծաղիկյանը հսկում էր իրավիճակը փողոցում եւ ապահովում վրիժառու հրաձիգների անվտանգությունը, պատրաստ ցանկացած պահի միջամտել գործի անկախատեսելի զարգացման դեպքում։ Հաշված վայրկյանների ընթացքում ամեն ինչ վերջացած էր։ Վրիժառուները կանխավ խիստ հանձնարարություն են ստացել չվարվել Թեհլերյանի եւ Թորլակյանի պես եւ գործն ավարտին հասցնելուն պես անմիջապես լքել սպանության վայրը։ Գազի բոլշևիկյան իշխանությունները դժվար թե կազմակերպեին արդար եւ անկաշառ դատավարություն։ Նեմեսիսի սրբազան ուխտով մահվան արժանացած դահիճների ցանկը լրացրեց Ահմեդ Ջեմալ Փաշայի անունը։